Առաջի անգամ եմ մղում։ Եվ ինչ տպավորություններ ունեք։ Ինչ տպավորություն, ամբիջապ սես տպավորություն ա թողեց։ Շատ բարձր, շատ բարձր։ Տրամադրությունները շատ բարձր։ Ես չէի սպասում, ինչ որ Հայաստանում կարող ասես բան տեսնեմ։ Մենք տեղացի չենք։ Որտեղից եք։ Ուկրաինայից։ Դոնեցկի մարզից։ Հավանում եք մի խոսքով էստեղ։ Հասցրել եք փորձել գինիները արդեն։ Շուտի արդեն հայրեն խմել են, ես մի 4-5 տեսակի արդեն փորձել եմ։ Շատ համով, շատ հոտով, շատ պրիատնի խմում եմ։ Ես Արամ Իրանյանն եմ, ներկայացնում եմ Հին Արենի գինու բրենդը, ես գինու դեսպանն եմ Հին Արենի եւ Երևանի գինու օրերը արդեն երևի մի 7-րդ, եթե չեմ սխալվում, 7-րդ անգամ է որ անցկացվում է եւ մենք միշտ մասնակցում ենք որպես կանոն ամեն տարի մասնակցում ենք մեծ հաճույքով։ Նաև այս տարի կարծես թե համընկնել է վրացական գինու օրերի հետ, հայկական Երևանի գինու օրերը, դա ինչ որ այսպես խանգարիչ հանգամանք հանդիսացել է։ Իմ իմանալով արդեն երկրորդ անգամն է որ համընկնում է վրացական գիների հետ, ոչ թե համընկնում է Երևանի գինու օրերը վրացականի հետ, այլ վրացական գինու պարադոնն է իմ կարծիքով միտումնավոր համընկնում միաժամանակ կազմակերպվում ինչ Երևանի գինու օրերը, ինչը մի քիչ հաճելի չի, մի քիչ արտար չի, բայց ինչ արած։ Իրանք վրացիները իրանց գործերով, մենք մեր գործերով Երևան Wine Days-ը արդեն համաշխարհային ճանաչելիություն ունի։ Անցած տարի ճանաչվել է լավագույն իվենթ, գինու իվենթ ամբողջ Եվրոպայում, այնպես որ մենք նախանձելու ոչինչ չունենք ոչ մեկին, առավել ևս վրացիներին։ Այնպես որ թող իրանք իրանց ֆեստիվալը անցկացնեն, մենք մերը այնպես որ ինչքան շատ գինեսեր լինի, ինչքան շատ այցելու լինի երկու ֆեստիվալներին էլ այդքան լավ։ Կարծես թե օտարերկրացիները շատ են, իսկ տեղակ եք հիմնականում կան, որ գալիս են հենց գինու փառատոնին մասնակցելու։ Իհարկե, հատկապես վերջի տարիներին, վերջի 4-5 տարիներին շատերը արդեն իմանալով, վաղուց իմանալով Երևանի գինորերի փառատոնի մասին, հատուկ գալիս են մասնակցելու, որովհետև ինքը շատ ունիկալ, շատ արտահայտիչ եւ շատ ցայդուն կարևոր իվենթ է, այնքան մասշտաբային է, որ ասենք 3 փողոցի մեջ մոտ 200,000 մարդ է հավաքվում 3 օրվա ընթացքում։ Դա ֆանտաստիկ ցուցանիշ է։ Եվրոպայում sense ֆեստիվալ գոյություն չունի։ Ես ինքս Եվրոպայից եմ եկել Հայաստան, մի քանի տարի է։ Ֆրանսիայից եմ եկել, գինու մայրաքաղաքից։ Նույնիսկ Ֆրանսիայում այսպիսի ֆանտաստիկ պարադոն, այս մասշտաբի, եւ այսքան հաճելի գոյություն չունի։ Այնպես որ կարծում եմ կարող ենք հպարտանալ, որ Հայաստանը, մի փոքրիկ Հայաստանը ունի այսպիսի շքեղ պարադոն գինու նվիրված։ Ես նայում եմ քայլող մարդկանց մեջ, ովքեր փորձում են գինին, կան շատ օտարերկրացիներ։ Միգուցե ճանաչում են բերում արտադրամասային տեսակետից խմիչքների, բայց նաև ճանաչում է բերում, որ Հայաստանում նման բաներ են կազմակերպվում եւ արտադրություն կա եւ ծանոթանում են նաև մշակույթին, ինչու ոչ։ Իսկ արդեն հասցրել եք փորձել գինիների տարատեսակ։ Իհարկե եւ հասցրել եմ եւ փորձում եմ, հետաքրքիր համադրություններ կան, որոնք հետաքրքրում են ինձ, կարծում եմ ված չի։ Իսկ առավելապես որը հավանեցիք դեռևս փորձած։ Առավելապես ճիշտ ասած անունը չեմ հիշում, բայց հենց սկզբում կար մի տաղավար, որոնց գինիները ինձ ավելի շատ դուր եկավ։ Կիսաչոր կարմիրը հատկապես։ Այո, առաջի անգամ եմ։ Ինչ տպավորություններ ունեք։ Հետաքրքիր առանձնահատուկ տպավորություններ, երբևիցե չեմ եղել նման մարդաշատ փառատոններին, բայց կարծում եմ, որ լավ միտք է մտահղացում, որպեսզի եւ երիտասարդության համար, եւ դրսից եկածների համար ծանոթանան հայկական ալկոհոլային խմիչքներին։ Եվ ի վերջո սա ինչ-որ չափով նաև կուլտուրա է, շփման,
ձևավորվելու երիտասարդության համար կարծում եմ բաց մտահղացում չի։ Շատ լավ եւ ուրախ եմ, որ մեր հայրենիքում այսպեսի միջոցառումներ կա, որ օտար երկրացիներ գալիս են ու այսպես ճոխ միջավայրում ապահով տեղում լավ վայելում են իրանց ժամանցը։ Առաջին անգամ եք մասնակցում։ Ոչ, արդեն 4-5-րդ անգամն է։ Եվ ինչ եք կարծում։ Ամեն տարի փոփոխությունները տեսնում եք, նկատում եք։ Փոփոխություններ հատուկ չէ, մենակ ժողովրդի քանակն է շատանում եւ այդ շատ ուրախալի է, որ այս երկիրը ցույց է տալի, որ ապահով երկիր է, տուրիստներ շատ են գալի եւ այս երկրի համար բավականի դրական կետ է։ Սիրելի է, հարգելի է, բրավո կազմակերպողներից, իսկապես հարգելի է եւ ժողովուրդը հաջող են տանում, այս ժողովուրդը ուրախություն, երիտասարդ, հասակավոր մարդիկ, կանայք, երեխաները ուրախանում են, բրավո կազմակերպիչներին, շնորհակալ եմ բոլորից, բրավո։ Դուք եք առաջին տարին մասնակցում։ Չէ, ես նախկին էլ եկել եմ 2-3 անգամ, բայց այս տարի օտար է։ Տարի լավանում է, տարի դեպի առաջ է, շատ լավ է, շատ։ Բրավո, բրավո կազմակերպություն։